ինչ է Agentic AI եւ որոնք են դրա իրական հնարավորությունները։ Բեմ եմ հրավիրում Mailsil ընկերության հիմնադիր AI Growth փորձագետ Դանիել Սողոյանին, Դանիելը ձեր թույլտվությամբ իր ելույթը անգլերենով, պրեզենտացիան որովհետև էլի անգլերենով եւ ինքը ավելի կոմֆորտ կլինի անգլերենով խոսել։ Խնդրում եմ ծափարեք, ինքը շատ է սիրում։ Ես Դանիել Սողոյանն եմ, ես մոտ 2 տասնամյակ զբաղվում եմ մարքեթինգով, տարբեր տեխնոլոգիաներով եւ սկսել եմ շատ այսպես ասած հասարակ մարքեթինգային գործառույթներից, բայց հիմա այս վերջերս տեխնիկական մարքեթինգով, marketing technologist, այսպես կարելի է ասել, եւ այս վերջերս զբաղվում եմ շատ ինտենսիվ Agentic AI-ով։ Սա QR կոդն է, որը տանում է իմ LinkedIn-ին, սիրով կուզենամ ընկերանանք այդտեղ եւ ինչու ոչ խոսանք եւ հա, այդպես։ Գնացինք առաջ։ Ահա։ Ուրեմն սկսենք ցած մի փաստից, Gartner-ը բոլորին ծանոթ է, ուրեմն ըստ Gartner-ի ուրեմն հետազոտության վերջին, մինչև 2030 թիվը Agentic AI-ը ավտոմատ կերպով կկարողանա շատ գործառույթներ անել, մոտ 15%-ը enterprise B2B operation-ների։ Ինչ է դա նշանակում բիզնեսի համար, դա շատ մեծ բան է, ովքեր այստեղ ես ենթադրում եմ մեծ մասը, ուրեմն հավաքվածների բիզնես աշխարհից են, այսպես թե այնպես, enterprise որոշումների իրականացումը տեղի է ունենալու Agentic AI-ով։ Այս թվերը փոփոխական են, իրանք փոփոխվում են, ես նույն տիպի պրեզենտացիա արել եմ 1 տարի առաջ եւ այդտեղ ուրիշ թիվ էր, մի խոսքով սպասենք հետագա զարգացումներին, բայց սա արդեն շատ մեծ թիվ է, երևի թե բոլորի համար նորից շատ կարևոր։ Անցնենք առաջ։ Ինչ է դա նշանակում, ինչպես քանի որ մենք բոլորս բիզնեսի մարդիկ ենք, դա նշանակում է նաև բյուջետի shift։ Հա, դա նշանակում է, որ մենք կկարողանանք փոփոխել բյուջետը եւ ավելի այն պակասացնել, օպտիմիզացնել եւ այլն։ Ուրեմն նախքան անցնելը բուն Agentic AI-ի ուրեմն application-ներին, եկեք մի քիչ խոսանք, թե ինչ է իրանից ներկայացնում, ոնց կարող ենք սահմանել։ Agentic AI-ը դա ավտոնոմ համակարգ է, դա ծրագրերի համախումբ է, շատ կոպիտ ասած, որը կարող է անել 3 բան. դնել նպատակներ, կայացնել որոշումներ եւ այն իրագործել independently, ինքը իրանով։ Բայց միաժամանակ կկարողանա collaborate անի մարդկանց հետ եւ դա ամենակարևոր ուրեմն հատկությունն է։ Սա շատ այսպես հավաքական սահմանում Agentic AI-ի։ Ուրեմն ինչ ունի AI agent-ը, ինչերով է ինքը օժտված, մենք կամաց անցնում ենք իր ներքին ստրուկտուրային եւ ես կարող եմ մի բան հարցնել, կարող են ձեռք բարձրացնել են մարդիկ, ովքեր տեխնիկական background ունեն ու քիչ թե շատ պատկերացնում են թե ինչ է Agentic AI-ը։ Okay, սա ինձ հուշեց, որ ես կարող եմ մի քիչ իմպրովիզ անել ու մի քիչ քչացնել աստիճանը, որտեվ տեխնիկական շատ տերմիններ կլինեն։ Ուրեմն տեսեք, AI agent-ը ունի ունակություններ, abilities։ Ինքը ունի goal-եր ու preferences, goals and preferences։ Ինքը ունի նախնական տեղեկություն։ Ձեր մասին, ձեր կազմակերպության մասին, ձեր թմի մասին, ձեր դեպարտամենտի մասին, anyways, whatever։ Ինքը կարող է ունենալ իր մտածողությունը, observations, եւ ինքը ունի past experience, այսինքն ինչով է ձեր այդ դեպարտամենտը ապրել, ինչով է ձեր կազմակերպությունը ապրել, ինչ եք դուք արել, ինչ գործունեություն եք դուք ծավալել եւ այլն եւ այլն։ Ինքը ունի միջավայր, environment, որտեղ ինքը աշխատում է, եւ ինքը կարողանում է կատարել գործողություններ եւ հետ վերադարձնել նույն environment-ը։ Այստեղ դուք տեսնում եք, որ գոյություն ունի loop, այսինքն AI agent-ը, եթե ինքը ճիշտ կառուցված է, ինքը սովորում է ինքն իր սխալներից եւ կարողանում է անել այնպես, որ այդ սխալների հիման վրա ավելի էֆեկտիվ գործի։ Հա?
Ահա։ Հիմա մի փոքր historical background, այսպես ասած, evolution timeline։ Ուրեմն ինչ մենք ունեինք, եթե շատ հակիրճ, որովհետև ես չեմ ուզում խոսամ AI-ից, ուզում եմ խոսամ agentic-ից։ Rule-based AI, simple automation։ Դա այն է, ինչից մենք բոլորս technical marketer-ները սկսել ենք։ Ինչա դա CRM-ի մեջ օրինակի համար ավտոմատացումն է, դա որևէ այլ համակարգերի ավտոմատացումն է, պարզապես օրինակ, ձեր կլիենտը ձեզ գրեց, դա convert-ը արվում, դառնում է message, գնում է Slack եւ այլն, պատկերացրեցիք։ Հաջորդ էվոլյուցիան, դա machine learning-ն է, pattern recognition, սա ինչ է նշանակում, որ այդ նույն համակարգը հիմա արդեն գիտի, եթե ձեր զամբյուղում, ձեր պլատֆորմայի զամբյուղում, եթե գտնվում է X, Y եւ Z տարեր, ինքը պետք է առաջարկի N ապրանքը, օրինակի համար, հա? Եվ հետո մեզ բոլորիս քաչ հայտնի generative AI-ն է, content creation-ի համար, հա? ChatGPT գրի իմ համար այս կամ այն բանը, ուրեմն օգտի գեներացնեմ փոքր շունիկի նկար, որպեսզի տեղադրեմ իմ կայքում եւ այլն եւ այլն։ Մենք հիմա գտնվում ենք այստեղ, տեսնում եք, agentic AI։ Այսինքն այդ արդեն համակարգն է, որը inherit արել է այս վերևի երեքը եւ դարձել է ավելի խելացի եւ օգտակար։ Գնացինք առաջ։ 4 ունակություններով է օժտված AI agent-ը, սովորաբար, սահմանումները շատ են։ Ընկերներ, սահմանումները շատ են, բայց ես որոշեցի universal վերցնեմ։ Perception, strategy mapping, autonomous execution and continuous ROI։ Եկեք տեսնենք ամեն մեկը ինչ է։ Perception, agent-ը ավտոմատ կերպով հետևում է ձեր համակարգերին, օրինակ, email-ներին, ֆայլներին, tool-երին, եւ ձեր թմերը չպետք է կարող են նաև դա չանել, հա? Այսինքն AI agent-ները դա անում են ձեր թմերի փոխարեն, ինչը հրաշք է։ Strategy mapping, ուրեմն հետո ինչ է անում AI agent-ը իր դասական սահմանման մեջ, ինքը վերցնելով այդ ինֆորմացիան, ամեն ինչը համատում է ձեր կազմակերպության ուրեմն տվյալների հետ եւ սկսում է գծել այն կարևոր կուրսը գործողությունների, որը որ անհրաժեշտ է հենց ձեր workflow-ին, ձեր կազմակերպությանը, ձեր դեպարտամենտին եւ այլն եւ այլն։ Գնացինք առաջ, autonomous execution, համակարգը ինքը իրենով այդ գործողությունները անում է, օրինակ ինչ-որ webhook-էր, API-ներ, գրում է content, ուղարկում է ձեր կոլեգային այլ երկրում, Հայաստանից օրինակ Գերմանիա եւ այլն։ Եվ չորրորդը վերջինը ինքն իրան բարելավում է համակարգը։ Սա այսպես իր structural վիճակը։ Եկեք գնանք առաջ։ Սա հավաքական իլյուստրացիա է, որը որ ցույց է տալիս, թե առհասարակ ինչի է նման AI agent-ը, հա, ոնց կարելի է կառուցել AI agent։ Եկեք տեսնենք։ Ուրեմն սա AI agent-ն է անմիջապես։ Ներողություն։ Սա AI agent-ն է անմիջապես։ Սա կաշխատի։ Ինքը ինչ անում, ըստ այս սահմանվան, ինքը սովորում է, պլանավորում է, գործում է եւ հետևում է AI agent-ը։ Ինչ framework-ներ կան։ Կան բազում framework-ներ հիմա, թե open source, թե commercial, տարբեր։ CrewAI, Pydantic, LangChain, LangGraph, OpenAI-ը stack ունի նաև։ Պլանավորման համար նորից LangChain-ը, React-ը որպես պարադիգմա ավելի շատ, Llama Index-ը եւ այլն, գանք ես կողմ, tool-երը շատ կարևոր են, իրանք ձեռքեր ու ոտքերն են AI agent-ների, որովհետև եթե դուք անում եք ինչ-որ agentic action, դուք չեք կարող առանց այս tool-երի։
Դուք 0-ից չեք գրի դա կարծում եմ, դուք պետք է օգտագործեք այդ tool-երը։ Հետևաբար ինչ է ստացվում, մեզ անհրաժեշտ են շատ tool-եր։ Դուք տեսնում եք այս վերևի անկյունում։ Ինքը ունի հիշողություն եւ knowledge base, դրա provider-ներն են շատ, այս ներքևի անկյունում, առանց դրանց համակարգը չի աշխատի առհասարակ։ Large language մոդելների, մեծ լեզվական մոդելների մեծ բազմություն կա, նորից open source կամ վճարովի, որոնց դուք պետք է, ուրեմն որոնց համար պետք է վճարեք եւ այստեղ հավելելով նախքին սպիկերի ասածը ես ուզում եմ ասեմ, որ ես օրինակ իմ աշխատանքում եկել եմ նրան, որ շատ գործառույթներ չեն պահանջում վճարովի API-ներ։ Այսինքն շատ բաներ, եթե խոսքը գնում է մարքեթինգային որևէ պրոցեսների մասին, իրանք լոկալ մոդելների պարագայում իրագործելի են։ Հետևաբար դուք ծախսում եք միայն գումար, bare metal, դուք պարզապես լավ, նորմալ համակարգիչ եք առնում, server, whatever, եւ աշխատացնում եք։ Եվ ներքևը իհարկե տվյալների բազաներն են, API-ներ եւ մնացած software development life cycle-ի մեջ կիրառվող այլ հանգույցներ։ Ուրեմն որտեղ են օգտագործվում AI agent-ները, իրանք օգտագործվում են գրեթե ամենտեղ, օգտագործվում են բիզնեսում, առողջապահության մեջ, էլեկտրոնային առևտրի մեջ եւ անձնական ուրեմն անձնական գործերում, հա։ Երկու բան, որը որ Salesforce-ը բոլորը գիտեն, Salesforce-ը ունի Agentforce, Agentforce-ը համակարգ է, որը որ ավելի արդյունավետ է դարձնում, ուրեմն ավելի արդյունավետ է դարձնում pre-sales ու sales process-ները։ Եվ այստեղ հպարտ եմ ասել, որ մենք էլ ենք աշխատում նմանատիպ համակարգի վրա, որը կարծում եմ չի կարող մրցել Salesforce-ի նման ուրեմն գիգանտի հետ, բայց ունի եւս շատ մեծ առավելություններ եւ հա, այդպես։ Այսինքն հնարավոր է ստեղծել նմանատիպ tool-եր, արդեն հիմա հնարավոր է ստեղծել։ Ուրեմն customer service agent-ները շատ են եւ այլն, կան առանձին մի ընտանիք customer service agent-ների, որոնք աշխատում են voice-ով, վիդեոյով եւ այլնով, այսինքն իրանք փաստաթղթաշրջանառությունն են անում, ուրեմն կլիենտներից ուղարկած եւ այլն։ Եկեք գնանք առաջ։ Այստեղ ես ունեմ կայք, ես գոհ չեմ այդ կայքից, բայց հա, կա ինչ-որ կա, so let's go, OpenClaw, ուրեմն OpenClaw-ի մասին շատ են խոսում, ինքը սենց overhyped, բայց շատ հետարքիր բան է, ուրեմն ինչա սա, մոտավորապես մի քանի ամիս առաջ, Պիտեր Շտայնբերգեր, անվանմամբ մի ուրեմն ծրագրավորող, որը շատ միապաղաղ բան էր սարքում, PDF tool, սենց մի բան է publish-անում, անունը դնում է CloudBot։ Ինքը գրվում է cloud, like a cloud, ամպ, բայց հնչում է որպես Claude, անտրոպիկի պրոդուկտի անվանմամբ, եւ անունը փոխում են, դարձնում են OpenClaw։ Հիմա հասկանանք ինչ է դա ու ինչումն է սրա կարևորությունը, ինչի են մարդիկ այսպես ասած խելագարվում OpenClaw-ի համար, ինչ առհասարակ կատարվում։ Տեսեք, նախկինում եւս կային շատ agent-ներ, որոնք աշխատել են իրենցով, բայց այս տղայի ուրեմն հայտնագործությունը եւ իրան հետո հենց մի քանի շաբաթվա ոնց որ ընթացքում Sam Altman-ը OpenAI-ի իրան ոնց որ հրավիրեց աշխատանքի, եւ ինքը շատ մեծ հաջողություններ ունեցավ։ Մի խոսքով, OpenClaw-ն ինչով է կարևոր ընկերներ, ինքը կարևոր է նրանով, որ դու իրան նստացնում ես քո
քո սերվերի համակարգի վրա ու կարողանում ես տալ իրան հանձնարարություն անել ցանկացած բան, այսինքն ի տարբերություն agentic browser-ների կամ agentic այլ համակարգերի, սա գործում է լիովին ինքնուրույն։ Մի բայցով դուք պետք է ապահովեք իր հասանելիությունը մեծ լեզվական, ոչ միայն մեծ, որևէ լեզվական մոդելի կամ agentic մոդելի կամ vision մոդելի, նայած թե ինչու է կայանում ձեր գործառույթը։ Այս պրոդուկտը ունեցել է շատ նաև կրիտիկա, ինչի, որովհետև ինքը հայտնի է նրանով, որ ինքը օրինակ գողացել է մարդկանց ինֆորմացիա կամ ինչ-որ մեկի payment քարտը վերցրել է և ուղարկել է ուրիշներին, այսինքն շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել։ Ես խորհուրդ եմ տալիս անպայման սա փորձել, բայց խորհուրդ եմ տալիս ոչ մի դեպքում չտալ root level access, ունեցեք առանձին համակարգիչ կամ որևէ մի հատ սարք, որի վրա սա կարողանաք նստացնեք։ Շատ հետաքրքիր բան է OpenClone, եկեք գնանք առաջ։ Հա, այստեղ մոռացա, այստեղ դետալներ կան, self-hosted digital worker, այսինքն ինքը self-hosted է։ Դուք կարող եք նստացնել ձեր սերվերի վրա, ձեր սարքի վրա և այլն, և ինքը աշխատի, ինքը ունի մի չաթի ինտերֆեյս, դա կարևոր է նշել, ինքը ունի agentic loop, բայց դա այդքան էլ այդպես չի, սա ավտոմատ է եկել, այս տեքստը, ինքը ունի, այո, proactive automation, այսինքն, հա, ամենակարևորը, դուք OpenClone-ի պարագայում դուք կարիք չունեք դա անջատելու, եթե օրինակ ձեզ պետք է ինչ-որ գործեր անել 24/7, խնդրեմ, արեք, միացրեք իրան և կլինի։ Self-improving architecture, սա ավելի շատ sense futuristic statement է, քան իրական, որովհետև ինքը ինչքանով է self-improving, մենք դեռ չգիտենք։ Բայց ինքը կարևոր, հիմա շատ կարևոր տրենդ է ուրեմն արհեստական բանականության աշխարհում։ Ուզում եմ բոլորին խորհուրդ տալ օգտվել agentic browser-ներից, որովհետև սա երևի ամենահեշտ մուտքն է agentic AI աշխարհ, ինչու, որովհետև ձեզ ծանոթ ինտերֆեյս, ձեզ ծանոթ web application-ներ և ձեզ ծանոթ գործառույթներ, արեք ամեն ինչ բրաուզերի միջից, ինչ է սա նշանակում, ինչ-որ եք օգտվել այդպիսի բանով, ընկերներ, ոչ ոք չի օգտվել, ոնց որ ես օգտվում եմ շատ և շատ հաճախ և տարբեր մոդիֆիկացիաներով, օրինակներից մեկը սա է, եթե ձեզ պետք է, ես իրանց affiliation ունեմ, եթե ձեզ պետք է access, խնդրեմ ինձ դիմեք, ես կարող եմ փորձեմ ստանամ tool-ը, որը որ բրաուզերը և որտեղ աջ կողմից բացվում է ոնց որ մի պատուհան, որտեղ դուք կարողանում եք իրան ասեք, թե ինչ անել։ Գնացինք առաջ։ Menus, ուրեմն սա շատ կարևոր, սրան ասում էին ոնց որ առաջին public AI agent, web AI agent և այնքան լավ են ինքը աշխատում, որ մետան որոշեց իրանց գնել, բայց ինչ եղավ հետո, եթե չեմ սխալվում, կառավարությունը մերժեց այդ դիլը, այնուամենայնիվ, Menus AI-ը շատ հզոր իմ կարծիքով, շատ հզոր գործիք է, մասնավորապես նրանց համար, ովքեր աշխատում են փաստաթղթաշրջանառության հետ վեբում, բայց իր use case-երը շատ են, փորձեք և կտեսնեք ինքներդ, ով է փորձել Menus AI։ Այդպես, գնանք առաջ։ Ինքը ունի cloud, ի տարբերություն այն մեր նախկին ընկերոջը OpenClone, սա աշխատում է cloud-ի վրա։ Կա իրանց open source մոդիֆիկացիաները, որոնք աշխատում են նաև self-hosted կարող են լինել, on-prem և այլն, բայց
բայց այս մեկը աշխատում է cloud-ի վրա։ Հա, ինքը ունի շատ լավ ինտեգրացիա web-ի հետ, իհարկե իր լիմիտացիաներով, բայց դու կարող եք նաև հանգիստ լինել, որովհետև իր դատան, որը ինքը obtain անում, բավականին լավն է։ Let's go forward. Multi-agent team orchestration, այո, իհարկե ինքը մի քանի agent իր մեջ աշխատացնում։ Conversational web app and full stack building, հա, դուք կարող եք անել շատ թվով շատ գործառույթներ, որը որ զետեղված են տարբեր այլ agent-ների մեջ, ինքը թույլ է տալիս, որ դուք անեք։ Եկեք շարժվենք առաջ։ Հա, ես ուզում եմ մի քիչ խոսալ Mailsil-ի մասին։ Ուրեմն իմ կարիերայում մոտավորապես մոտ 7 տարի ուրեմն մարքեթինգային տարբեր գործեր անելուց հետո ես տեսա, որ agentic AI-ը երբ որ հայտնվեց, պարզ դարձավ, որ շատ գործառույթներ email մարքեթինգի, lead generation, email-ի հետ կապված, email-ի պարագայում իրենք շատ լավ են նստում այդ կոնցեպտի մեջ հետ։ Եվ որոշվեց ստեղծել Mailsil-ը։ Mailsil-ը դա email-ների, it's an agentic email infra։ Ինքը ինֆրաստրուկտուրա է, որը որ իրականացնում է տարբեր գործառույթներ վերաբերվող email մարքեթինգին եւ email lead generation-ին։ Ինչի է դա նման է, օրինակ պատկերացրեք որևէ email sender, այն մարդիկ, ովքեր զբաղվում են email մարքեթինգով, իրանք օգտվում են տարբեր tool-երից։ Հա, սա մի tool է, որը որ այդ ամբողջին կիրառում է AI automation։ Ես կուզենայի play անեի, բայց չունեմ այդ հնարավորությունը ցավոք նորից։ Եվ երկուսի մասին կուզենամ պատմեմ, էլի որպես agentic AI-ի use case-եր, որպեսզի դուք ավելի լավ պատկերացնեք, թե ինչի մասն է խոսքը։ Seal the sender։ Նորից, դուք երբ որ ուղարկում եք ձեր նամակագրությունը ձեր կլիենտների բազային, դուք օգտագործում եք ինչ-որ մի հատ tool, չէ՞։ Հիմա դրա համար դուք ինչ եք անում։ Դուք վարձում եք մի մարդ, որը որ զբաղվում է email մարքեթինգով եւ սա առանձին հաստիկ է։ Ճիշտ է։ Սա առանձին հաստիկ է։ Email marketer եւ դուք իրան ասում եք, որ ինքը պետքա ուղարկի մարդկանց, հետեւի անալիտիկային, campaign-ներ տեղադրի, տեսնի ինչ audience է, չգիտեմ, այդտեղ ինչ են ուզում գնել, ռեպորտները հանի ուղարկի շեֆին, template-ները եւ այլն։ Սա գործառույթներն են։ Sender-ը ինչ է անում, ինքը այդ ամբողջը անում է ավտոմատ։ Այսինքն ձեզ անհրաժեշտ է միայն իրան տրամադրել սկզբնական դատան, միացնել իրան ապագայում CRM-ին եւ ուրեմն աշխատացնել։ Եվ մյուսը ինչ եղավ։ Octopus։ Նաև շատերդ գիտեք, որ երբ որ դուք աշխատում եք email մարքեթինգի հետ, ձեզ պետք են նոր կլիենտներ, չէ՞, բոլորին պետք են նոր կլիենտներ։ Կարծում եմ դա ամենաառաջի բանն է։ Հիմա նոր կլիենտներ ստանալու համար դուք պետքա իրանց ման գաք։ Դրա համար եւս դուք բացում եք 1-2 հաստիկ ձեր դեպարտամենտում եւ մարդկանց վերցնում եք ուրեմն աշխատանքի եւ ինչ է ստացվում է դուք ծախսում եք ահավոր շատ ռեսուրսներ, ժամանակ, իսկ աշխատանքի որակը ամենայն հարգանքով շատ lead researcher data miner-ներին ինքը so okay է։ Ինչ պետքա, ինչ է անում Octopus-ը։ Octopus-ը դա անում է այդ ուրեմն այդ data աշխատողների փոխարեն, հա, ինքը տարբեր source-երից ինտերնետում գտնում է ձեզ ինչ անհրաժեշտ եւ հավաքագրում է եւ ուղարկում է ձեր CRM կամ անմիջապես Seal the Sender-ին։
ավելի շատ կան իրանք, բայց ես ամբողջը չեմ ներկայացնի, որտեղ արդեն կստացիորից գովազդում եմ եւ այլն։ Հիմա ինչ challenge-ներ կան, էթիկական, transparency, ուրեմն ինքը պետք է AI agent-ը պետք է գործի թափանցիկ, այլապես մենք չգիտենք ինքը ինչ անում, ինչ որոշումների է գալիս, այն ինչ որ կատարվում է OpenClaw-ի հետ, հա, ինքը մեկ էլ մարդկանց տվյալները ուղարկում է ուրիշներին կամ անում է շատ wired բաներ։ Հիմա բայց նաև ինքը այս դրա մասին է ասում, նաև իր outcome-ները շատ unpredictable են։ Privacy, նորից նույն կատեգորիայի մեջ է մտնում, AI agent-ը կարող է անի այդպես, կարող անի այնպես, որ դուք կորցնեք ձեր privacy-ն։ Նորից շատ շնորհակալ եմ բոլորիցդ, հուսով եմ հետարքիր էր, նորից executive-ին մեջ շնորհակալություն եւ Հայկին անձամբ